այստեղ Կարանքի են բերել, ձերբակալել են զոհված զինծառայողի հորը Արա Ռոստոմյանին եւ նրան մեղադրում են ահաբեկչության մեջ։ Հարգելիներս, այն ինչի ականատեսը մենք լինում ենք 18 թվականից մինչև այսօր, սկսած դագաղներից, սկսած շոնկաշոուից, չգիտեմ, պատերազմից, այն որ կարար լիներ այս ամենի ելքը իհարկե առանց զոհերի, այն որ ինքը հայրենասեր էր, երբ որ ասում էր Արցախը Հայաստանը եւ վերջ, սրանք հələ ամեն ինչ կարգի ոչնչություն են, որ ամեն ինչ կարան իրանց վախերի շնորհիվ ծրագրեն։ Ու սա հերթական Սարգսին է, ժողովրդի գլխին, Նիկոլի անունը որ տալիս եմ արդեն ներվես քայքայվում է, հերթական հիստերիկ նոպաներն է։ Ինչից է վախենում։ Ինչ։ Ինչից է վախենում։ Ինչի է այս Իրա վերջի հոտը, այն վերջի տվայտանքներն է, զգում եմ որ հոտը առնում է, որ կործանված է ինքը։ Մարդու կնիկ նայում եմ իրանց գրառումները, արդեն երևի հետ են նայել իրանց արածներին ու զգացել են, որ գագաթնակետում են արդեն իրանք մեղքի, որ գագաթնակետում են ու ինչերի կարա հանգի իրանց արածները։ Այսօր այս իշխանության թիրախում նաև հայտնվեց Սրբազան պայքարի առաջնորդը, ինչպես նաև գնդապետ Մաղսուդյանը, զոհված զինծառայողի հայրը եւ դա կարող են կապել, որ նա մեկնել է Անկարա։ Ինչ։ Մեկնել է Անկարա, Էրդողանի հետ։ Նախ այս կարա հանդիսանա որպես նվեր Ադրբեջանին վաղվա օրվա հետ կապված։ Երկրորդը Բագրատ Սրբազանի, մյուսների գաղափարի հիմքում, պայքարի հիմքում, մեր պայքարի հիմքում հայրենիքն է։ Մեր տղերքի պայքարի հիմքում հայրենիքն է։ Իսկ իրա կողքի կրթվելու տնչացող մասայի պայքարի հիմքում ես չեմ կարող այդ բառերը օգտագործեմ, ինչից իրանք ոգևորվում են, իրանց առաջնորդի օգտագործած բառապաշարն է։ Ինչ ակնկալիք ունեք այսօրվա ակնկալիք ով ունի ընդհանրապես նախ ճանաչելով այսօրվա դատավորները, որ ծառայում են օրվա իշխանությանը, ընդհանրապես հույս չունեմ ինչ որ լավ ակնկալիք